Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը ավելի քան 4 ժամ քննելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Դեռևս պարզ չէ, թե երբ է հրապարակվելու որոշումը։ Գործարարի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքի հիմքում միայն Կարապետյանի երեկվա հարցազրույցի տեսագրությունն է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կայացնելու վերաբերյալ ժամ չի ներկայացել, բայց մեր խորին համոզմամբ դա կլինի մոտակա առաջիկա 1-2 ժամերի ընթացքում։ Մեղադրողը ինչ հիմնավորումներ էր Եվ մեղադրանքի հիմքում բացառապես հայտարարություն։ Մեղադրանքի հիմքում բացառապես դրված է այն տեսանյութը, որը որ դուք բոլորը տեսել եք եւ մենք խորին համոզմունք ունենք, որ դա հանցագործության տարեր իր մեջ չի պարունակում։ Պարոն 4 ժամ քննություն ընթացավ։ 4 ժամ քննություն ընթացավ, քանի որ փաստաբանական թիմը շատ մանրակրկիտ հարցադրումներ է ներկայացել, շատ մանրակրկիտ փաստաթղթեր է ներկայացել։ Մեր կանխատեսումները, եթե լինեն օբյեկտիվ, տեղում այդ միջնորդությունը պետք է մերժեն, իսկ այս հարուցված շինչ ու քրեական գործը տեղում պետք է կարճվի։ Եթե խոսենք օբյեկտիվության մասին, իսկ եթե ոչ օբյեկտիվ, դա ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Ինչ հիմնավորումներ են։ 4 ժամ տևած process-ը ես չեմ կարող ձեզ մենք մանրամասն Դուք երկար տարիների փաստաբանական գործունեություն եք իրականացնում, փաստացի դուք կարող եք նաև կանխատեսել։ Դատավորի վախեցած է, հրահանգ էր ստացել, զանգ էր ստացել։ Չեմ կարող որևէ կանխատեսումներ անել, բնականon հունով դատական process է տեղի ունեցել։ Խնդրում եմ բոլորդ սպասեք, նախ բոլորիցդ խորին շնորհակալություն եմ հայտնում, որ ստեղ եք գտնվում, ի աջակցություն պարոն Կարապետյանին, խնդրում եմ բոլորս զինվենք համբերությամբ, սպասենք դատարանի դատական ակտին, հուսանք, որ դա կլինի օբյեկտիվ եւ իրավաչափ։ Շնորհակալ եմ։ Խնդրում եմ այլ հարցեր մի տվեք։ Պարոն Կարապետյանի տրամադրությունը ինչպես միշտ շատ լավ է, շատ լավ։ Իսկ ինքը խոսել է Պաշտպանական խմբից Ռուբեն Հակոբյանն էլ մեջբերել է Սամվել Կարապետյանի խոսքերը։ Մեղադրանքը անհիմն է, հանցանքի մասին խոսելը անլուրջ է, ասել է գործարարը դատական նիստի ժամանակ։ Ըստ Հակոբյանի մեղադրող դատախազը չի կարողացել հիմնավորել առաջադրած մեղադրանքը։ Փաստաբանը նաև հայտնել է, որ սովորաբար կալանքի միջնորդության քննությանը ներկա է լինում միայն գործը քննող քննիչը։ Սամվել Կարապետյանի գործով նիստին միանգամից 3 քննիչ է մասնակցել, ինչը փաստաբանի գնահատմամբ ճնշման մեթոդ է։ Կանոն կալանքի միջնորդությունների քննարկման ժամանակ ներկա է լինում գործը քննող քննիչը։ Հազվադեպ է լինում, երբ մասնակցում է նաև հսկողություն իրականացնող դատախազը, տվյալ միջնորդության քննարկմանը ներկայացել էին 2 քննիչներ, որից մեկը ընթացքում հեռացավ եւ դատախազ, այսինքն ներկայացել էին 3 քննիչներով։ Ինչ է սա նշանակում։ Կարելի է ենթադրել, որ նաև ճնշման այսպիսի մեթոդ էր, որ տեսեք մենք 3 հոգով ենք եկել, այսինքն հարգելի դատարան, այս գործը մեր համար շատ կարևոր է։ Զգացվեց դատավորի ճնշվածություն, պարոն Հակոբյան։ Նիստը վարելու ընթացքում չզգացվեց։ Իրավական լուծումը այս պահի դրությամբ օրինակ քննիչի ներկայացված միջնորդությունը մերժելն է։ Իսկ ինչու՞ Թվում էր թե շատ պարզ է, մի նախադասություն։ Դատավորը մանրամասն քննության ենթարկեց քննիչի միջնորդությունը, մեր դիրքորոշումները մանրամասն ուշադիր լսեց, ինչ դիրքորոշում կհայտնի, մենք ձեզ կասենք։ Իսկ դատախազը ինչպիսին էր, ինչպես է իրեն պահում, կարողանում էր համոզիչ փաստարկներ բերել, որ Սամվել Կարապետյանը պետական հեղաշրջում։ Մեր գնահատմամբ ոչ չէր կարողանում եւ շատ անհամոզիչ էր եւ դատախազի եւ քննիչի հիմնավորումները։ Որ հիմնավորումը հատկապես։ Բոլոր Այսինքն ինչպես էր հիմնավորումները։ Եվ որ արկա է հիմնավոր կասկած եւ որ արկա են խափանման միջոց կիրառելու հիմքեր։ Մենք վիճարկում ենք եւ ձերբակալման իրավաչափությունը եւ հիմնավոր կասկածի արկայությունը, այսինքն մենք գտնում ենք, որ առհասարակ հանցագործություն տեղի չի ունեցել եւ վիճարկում ենք նաեւ խափանման միջոցի քննիչի ներկայացված բոլոր 3 հիմքերը։ Քննիչը հենց կողջ կալանք է։ Հարց տվել են արդյոք Սամվել Կարապետյանին, ինչ է նկատի ունեցել, երբ ասել է մենք մեր ձևով կմասնակցենք։ Այո, հարցը տվել են, պատասխանը ներկայացրել է, իր պատասխանը, դե հիմի ես այդ պատասխանը որ ներկայացնեմ լավ, ասել է, որ ես այն կոչ երբեք չեմ արել, որևէ քաղաքական գործընթացների մասնակցելու կոչ չեմ արել։